Դուք նշեցիք Թուրքիայի հետ հարաբերությունների մասին, որը շատ կարևոր երկիր է, հաշվի առնելով նաև պատմությունը եւ խնդիրները։ Այդ երկիրն այսօր ինչպես եք տեսնում, արդյոք տեսնում եք նույնչափ բաց է այդ պետությունը, որքան դուք խաղաղության գործընթացի նկատմամբ նշեցիք, որ սահմանը դեռ փակ է։ Ինչպես եք տեսնում այդ գործընթացը եւ Թուրքիայի հետ հարաբերությունների հեռանկարը։ Ինչպես ասացի, մենք շատ դրական երկխոսություն ունենք Թուրքիայի հետ։ Մենք հանդիպումներ ենք ունենում մշտապես, մենք խորհրդակցություններ ենք ունենում, բայց իհարկե ամենակարևոր իրադարձությունը, որը հույս ունենք տեսնել, դա դիվանագիտական հարաբերությունների հաստատումն է, պաշտոնական դիվանագիտական հարաբերություններ Հայաստանի եւ Թուրքիայի միջև։ Եվ ինչ խոսք ցամաքային սահմանի բացումը։ Ինչու եմ ես նշում եմ ցամաքային սահմանը, քանի որ օդային սահմանը բաց է։ Մենք կանոնավոր թռիչքներ ունենք Հայաստանից Թուրքիա եւ իմ ակնկալիքն է, որ երկկողմ թռիչքների ծավալը կաճի, սակայն ինչ խոսք մենք հույս ունենք, որ ցամաքային սահմանը կբացվի եւ իմիջիայլոց մեզ նոր ենթակառուցվածք պետք կգա Թուրքիայի հետ սահմանին եւ մենք հիմա քննարկում ենք, թե Եվրոպական միությունը ինչպես կարող է աջակցել այս հարցում։ Ուստի ես հավատացած եմ, որ գործընթացը ծավալվում է եւ շատ շուտով կտեսնենք ինչ որ բան։ Առնվազն մթնոլորտը եւ մեր հարաբերությունների մթնոլորտը շատ պատրաստ է դրան։ Օրինակ, ներկայումս մենք այդ շրջանակում որևէ խնդիր չունենք։ Տպավորությունն այն է, որ կա ընդհանուր պատկերացում, որ դա պետք է տեղի ունենա, բայց իհարկե դա կախված է Թուրքիայի որոշումից, քանի որ հայկական կողմից որևէ խոչընդոտ չկա եւ ուստի մենք պատրաստ ենք ցանկացած պահի դա անել։ Իմիջիայլոց վերջերս վերջին ամիսներին մենք մի քանի անգամ հայտարարել ենք, որ նույնիսկ այսօր մենք պատրաստ ենք ուղի տրամադրել Թուրքիայից Ադրբեջան եւ Ադրբեջանից Թուրքիա ուղևորվող բեռնատարների համար ենթակառուցվածքը դրան ամբողջովին պատրաստ է եւ մենք սպասում ենք Թուրքիայի որոշմանը։